ժամանակ մենք կարծում էինք, թե մեր ճակատագիրը կախված է աստղերի դասավորությունից։ Հիմա մենք գիտենք, որ այն առավելապես գրառված է մեր գեներում։ Ջեյմս Ուոտսոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Հայեր, աշխարհում նրանք ամենուր են։ Շատ չեն աշխարհում, մոտ 10 միլիոն։ Շատ չեն, բայց զարմանալիորեն թվում է, թե շատ են։ Այդպես է թվում, որովհետև ամենուր են։ Շատ չեն, բայց որտեղից այսքան շատ տաղանդավոր մարդիկ։ Որն է գաղտնիքը։ Գնանք պատմության խորքերը։ Հայերի հնագույն հզոր տերությունը Քրիստոսից առաջ երկրորդ դարում եղել է գրեթե այսօրվա Հնդկաստանի չափ եւ մրցակցել է հին Ռոմի հետ։ Բայց այսօր աշխարհին քիչ բան է հայտնի հայերի ներկա երկրի մասին։ Հայաստանն այսօր հազիվ են նշմարվում քարտեզի վրա։ Աշխարհին թերևս հայտնի է այն, որ բիբլիական Արարատ լեռը հայկական լեռնաշխարհում է։ Շատերը գիտեն նաև, որ Հայաստանն է աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը, ուր ուխտագնացության եկավ Ռոմի Պապը եւ աղավնիները բաց թողեց հայոց առաջին քրիստոնեական ճգնարանի մոտ, որ կոչվում է Խոր Վիրապ։ Բոլորը գիտեն 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի 1915 թվականի հայոց ցեղասպանության մասին, երբ սպանվեց 1.5 միլիոն անմեղ հայ։ Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված բոլոր հայերն իրենց համարում են պատմաառասպելական նախնի Հայկ Նահապետի հետնորդներ, միասնական ազգային ինքնագիտակցությամբ։ Հայերը լավ գիտեն, որ հին ժողովուրդ են, եւ հենց պատմական փաստերն են խոսում նրանց վաղեմության օգտին, իսկ փաստերն ավելի քան շատ են։ Բայց այս պատմությունն այն մասին է, որ ոչ մի քարեղեն արձանագրություն, ոչ մի պատմական տեղեկություն, ոչ մի հնագիտական պեղածո կամ լեզվական վկայություն չեն կարող այնքան ճշգրիտ որոշել որևէ ազգի տարիքը, բնիկ լինելը, օտարների հետ ծագումնաբանական կապերը, որքան մի համեմատաբար երիտասարդ գիտություն, որը կոչվում է գենետիկա։ Եվ հենց այդ հրաշագործ գենետիկան է իզորու առավել մեծ ճշգրտությամբ վերծանելու հայ ժողովրդի չընդհատված ծածկագիրը։ Մարդու գենետիկայի մասին խոսելուց մենք պետք է հատուկ միշտ հիշենք, որ մարդու գենետիկան սերտորեն կապված է այն պայմանների հետ, որոնք մեզ շրջապատում են։ Ռուբեն Հարությունյան, գենետիկ, Հայաստան, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, հետազոտության ոլորտ մարդու գենետիկա, էկոլոգիական եւ թունաբանական գենետիկա։ Just 2 days ago it was announced that Աշխարհում 8 միլիարդ մարդ է ապրում, եւ այդ պատճառով կարելի է հեշտությամբ կռահել, որ գենետիկայի ոլորտը պարզապես ահռելի է։ Ռիչարդ Վիլյամս, գենետիկ, Էստոնիա, Տարտուի համալսարանի գենոմիկայի ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության ոլորտ Homo sapiens-ի ներկայիս գենետիկական բազմազանության առաջացման հարցեր։ Ցանկացած ժողովուրդ ունի իր եւ կենսաբանական պատմություն ունի եւ հասարակական պատմություն ունի։ Կենսաբանական պատմությունը մենք այսօր վիճակի ենք վերականգնել գենետիկայի միջոցով։ Լևոն Եպիսկոպոսյան, գենետիկ, Հայաստան, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, հետազոտության ոլորտը ազգերի գենետիկական պատմություն։ Եթե մենք փորձենք համեմատել հնագիտությունը եւ գենետիկան, հնագիտությունը հետազոտում է փոփոխականը,
իսկ գենետիկան ամփոփող է։ Արսեն Բոբոխյան, հնագետ, Հայաստան, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի տնօրեն, հետազոտության ոլորտը հայկական լեռնաշխարհի բրոնզի եւ երկաթի դարերի հնագիտություն։ After the Iron Age, much closer to modern times. Նկատելի է, որ երկաթի դարից մինչև մեր ժամանակները կա Անատոլիայի տարածքից եկող մեծ գաղթի ալիք, որը բերում է հավելյալ գենետիկական նյութ դեպի հայկական լեռնաշխարհ։ Անդրեա Մանիկա, գենետիկ, Անգլիա, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, Քեմբրիջի համալսարանի էվոլյուցիոն էկոլոգիայի խմբի ղեկավար, հետազոտության ոլորտ, ինչպես են կենդանիները արձագանքում եւ հարմարվում փոփոխական միջավայրին։ Հայերի պատմական բնորան, հայկական լեռնաշխարհը, այն գտնվում է Առաջավոր Ասիայում, հյուսիսում Կովկասյան լեռներն են, հարավում Միջագետքի դաշտավայրը։ Այժմյան Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/10 մասը, իսկ նրա հարավ-արևելյան կողմում հայկական Արցախն է, որը աշխարհին հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով։ Հայկական լեռնաշխարհը այն տարածաշրջանում է գտնվում, որը որ այսպես կոչված նեոլիթյան հեղափոխության կետերից մեկն է։ Երբ մարդը նստակյաց է դառնում, այդ նստակացության արդյունքում առաջանում է հենց այդ ինքնությունը, որովհետև դու ունես վերադառնալու տեղ։ Եթե դու ունես վերադառնալու տեղ, նշանակում է դու արդեն կերտում ես այդ ինքնությունը։ Երբ Հին Եգիպտոսում, Մեսոպոտամիայում եւ Ինդոսի հովիտներում շատ քաղաքակրթություններ հասան զարգացման գագաթնակետին, այդ նույն ժամանակ Քրիստոսից առաջ 2492 թվականին Թշնամի Բելի դեմ հայերի նախնի Հայքի հաղթական ճակատամարտով բարձրացավ առաջին հայկական պետությունը, որի մասին հիշատակում է 5-րդ դարի հայ խոշոր պատմիչ Մովսես Խորենացին իր նշանավոր հայոց պատմության մեջ։ Հայ ժողովրդի ծագման մասին կա մեկ այլ հակադիր վարկած, որ կոչվում է Բալկանյան տեսություն։ Այդ վարկածը գալիս է հին հույն պատմիչ Հերոդոտոսից։ Հայերին համարում էր փրուգիական գաղութարարներ նրանց լեզվի եւ հագուստի պատճառով, որոնք հայերը կրում էին պարսկական Քսերքսես արքայի բանակում։ If you recall the famous Greek historian Herodotus. Եթե հիշենք հայտնի հին հույն պատմիչ Հերոդոտոսին, որը գրել է իր հայտնի պատմություն գիրքը 2400 տարի առաջ, ապա կտեսնենք, որ այս գրքում նշված անուններից շատ քչերն են դեռևս ճանաչված։ Դրանցից մեկը Հայաստանն է, եւ սա նշանակում է, որ մենք գենետիկայի միջոցով կարող ենք ուսումնասիրել հայերին, որոնք այնտեղ էին ապրում եւ խոսում նույն լեզվով 2400 տարի առաջ։ Specifically still living in the same place as they lived in 2400 years ago. Ըստ Քրիստոսից առաջ 522 թվականի Դարեհ առաջին մեծի Բեիստունյան արձանագրության Հայաստանի բնակչությունը արդեն բավականաչափ ձևավորված ժողովուրդ էր։ Եվ չնայած բռնագաղթերին, հայերի նախնիների գենետիկական նկարագիրը պահպանվել է սերունդների գենոմներում։ Գենետիկները լավ գիտեն, որ գենոմը ցույց է տալիս այն, ինչ կա, չի կատարում որևէ արքայի կամ իշխանի պատվեր։ Գենոմը խոսում է միայն ստացված գիտական արդյունքների լեզվով։ Եվ այսօր պետք է արձանագրել, որ Հերոդոտոսի եւ Մովսես Խորենացու հերրակա բանավեճում գենետիկայի տեսանկյունից հաղթել է հայ պատմիչի այն կարծիքը, որ հայերը հայկական լեռնաշխարհում բնիկ ժողովուրդ են։ We took gene probes from everywhere in the Caucasus, North Caucasus, Central Caucasus. Մենք գենետիկորեն ուսումնասիրում ենք հյուսիսային եւ հարավային Կովկասը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը։ Եվ հիմնական բացահայտումն այն է, որ հայերը, վրացիները եւ աբխազները գենետիկորեն շատ հին են։ Սա նշանակում է, որ գուցե այս ազգերն այս տարածքում գոյություն են ունեցել դեռևս 10,000 տարի առաջ։ Maybe tens of thousands of years ago. Տարիների ընթացքում, երբ մենք ապրում ենք որևիցե տարածքում, այդ տարածքի նկատմամբ զգացմունքներ են առաջանում, այդ տարածքը սկսում է շնչել, ուղենիշեր են առաջանում են սարեր, որոնք անուններ են կրում, գետեր, որոնք անուններ են կրվում, եւ ժամանակի ընթացքում առաջանում է որոշակի կապվածություն
այդ կապվածությունը ընկած է ինքնության հիմքում։ Եվ այս պարագայում հնագիտությունը առնչվում է որոշակիորեն հումանիտար գիտությունների հետ, որոնք հետազոտում են ինքնությունը։ Բայց կան պահեր, որոնք հնագիտությունը չի կարողանում հասկանալ այդ ինքնությունների բուն էությունը, կարողանում է ցույց տալ որոշակի մշակույթների տարածվածությունը, բայց չի կարողանում հստակորեն ասել, որը որտեղ գնաց, որտեղից եկավ, ինչքան երկար ժամանակ է այս տարածքում գտնվում եւ այստեղ գենետիկան գալիս է օգնելու հնագիտությանը եւ այդ երկխոսության արդյունքում շատ լուրջ արդյունքներ ենք ստանում։ Քրիստոսից առաջ 1200 թվականից հետո արևելյան միջերկրածովայքում բրոնզի դարի քաղաքակրթությունները անկում են ապրում։ Խոշոր քաղաքները ավերվում են կամ լքվում բնակիչների կողմից, առևտրական ուղիների մեծ մասը անտերության է մատնվում եւ վերանում։ Այդ մեծ աղետի պատճառները բնական արհավիրքներն էին եւ այսպես կոչված ծովի ժողովուրդների արշավանքները։ Այդ ժամանակներից ի վեր հայերը մեկուսանում են իրենց աշխարհագրական հարևաններից, ինչի հետևանքով ամրանում է նրանց մշակութային, լեզվական եւ կրոնական ինքնատիպությունը, որը պահպանվել է մինչ օրս պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաեւ միասնական ծագման առասպելով։ Այսօր գենետիկան կարողանում է ճշգրիտ ախտորոշել եւ բուժել անբուժելի համարվող բազմաթիվ հիվանդություններ։ Գենետիկան կարողանում է անգամ կանխել ժառանգական հիվանդությունները, դրանց հաճախականությունը նվազեցնելով։ Really interesting aspect of Armenia in terms, for example, of Հայաստանը շատ հետաքրքիր է որոշ հիվանդությունների եւ այլ տարրերի առումով։ Ամենատարածվածը երևի թե միջերկրածովային տենդն է, Երևանյան հիվանդությունը, որը շատ ծանր բնույթ ունի Հայաստանում, չնայած աշխարհի այլ տարածքներում այն քիչ է հանդիպում։ within Armenia, and that is quite unique to that area of the world. Եվ հնագույն ԴՆԹ-ն դիտելով նկատում ենք մեկուսացվածության երկարատև ժամանակաշրջան եւ պարզ է դառնում, թե ինչու ենք տեսնում այդքան տարբերվող գենոֆոնդ եւ յուրահատուկ հիվանդություններ, որոնք բնորոշ են հիմնականում հայերին։ Որպեսզի ձևավորվի ժողովուրդ, անհրաժեշտ է, որ նա իր աշխարհագրությամբ եւ լեզվով մեկուսացած լինի մյուսներից, առանձնանա լեզվական ընտանիքի ընդհանուր բնից։ Հայերին աղբյուրները կարողացել են խուսափել տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ շփումներից, պահպանելով գենետիկական մեկուսացումը մի քանի հազար տարի։ Եվ շնորհիվ հենց այդ շարունակական մեկուսացման ուշ բրոնզե դարից սկսած, հայերին աղբյուրների գենոֆոնդում գրեթե ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Կան ժողովուրդներ, ում մոտ մենք ի վիճակի ենք գնահատել գենոֆոնդի տարիքը մոտարապես 3-4-5 հազար տարվա տևողություն ունեցած, կան ժողովուրդներ, որ գենոֆոնդը 1000 տարվա է, որպեսզի ավելի առարկայական լինեմ, ասենք, որ իսլանդական գենոֆոնդը, իսլանդացիների գենոֆոնդը 1000 տարի է, ոչ ավել, քանի որ նրանք բնակեցրել են այդ կղզին 1000 տարի առաջ։ Ինչ վերաբերում է արդեն հնագույն ժողովուրդներին, մեր ժողովրդին, հայերին, ապա մեր հաշվարկով ժողովրդի գենոֆոնդի տարիքը, տևողությունը առնվազն 6000 տարի է, մեր վերջին տվյալների համաձայն։ Հենց մեկուսացման հետևանքով է ի հայտ գալիս սեփական լեզուն, հաստատվում են ազգային ավանդույթներն ու ինքնությունը։ Մի ժամանակ լեզվաբանները համարում էին, որ հայերենն ավելի սերտորեն կապված է հունարենի, քան հնդեվրոպական լեզվաընտանիքի մյուս ճյուղերի հետ։ Որոշ մասնագետներ հայերենն ու հունարենը անգամ մեկ խմբի մեջ էին միավորում, սակայն ավելի ուշ ապացուցվեց, որ բերվող վկայությունները ոչ մի կերպ չեն հաստատում այդ ենթադրությունը։ Ավելին, շատ մասնագետներ պնդում են, որ հենց հայկական լեռնաշխարհում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ձևավորման ակունքը։ As much as Armenia is quite different from Չնայած Հայաստանը բավականին տարբեր է իր հարևան երկրներից եւ եղել է որոշ չափով մեկուսացած, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներսում էլ կան տարբերություններ։ Օրինակ, արևելյան Հայաստանն առանձնանում է իր լեռնաշղթաներով, եւ այդ տարածաշրջանի բնակչությունը գենետիկորեն տարբերվում է արևմտյան Հայաստանի բնակչությունից, որն ավելի սերտ կապերի մեջ է հարևան երկրների հետ։ with neighboring countries. Հայերը մեկուսացել են ոչ միայն օտարներից,
այլև իրարից։ Օրինակ, Հայաստանի արևելյան նահանգների բազմադարյա մեկուսացումն արևմտյան շրջաններից նպաստել է նրան, որ Արցախի ու Սյունիքի հայերը ձեռք են բերել որոշ յուրահատուկ գենետիկական բնութագրեր, բայց երկարատև մեկուսացումը այնուամենայնիվ չի հանգեցրել նշանակալի գենետիկական տարբերությունների Արցախի և Սյունիքի բնակիչների միջև, որովհետև երկուսն էլ ունեն ընդհանուր ծագման շատ խոր արմատներ։ Նրանք դարերի ընթացքում գտնվելով օտարների տիրապետության տակ, ինչպես նաև ենթարկվելով տարբեր ներխուժումների, կարողացել են պատնեշել իրենց գենաֆոնդը օտար գեների ներհոսքից։ Օրինակ, պարսից շահ Աբբաս առաջինին 17-րդ դարի սկզբում այդպես էլ չի հաջողվել իրեն ենթարկել Սյունիքի և Արցախի ազատասեր և հերոսական բնակչությանը։ Որքան էլ զարմանալի է, հայերը հենց մեկուսացման շնորհիվ են պահպանել իրենց գենետիկական կերպարը։ Գենոֆոնդը ձևավորվում է ինչպես ժողովուրդն է ձևավորվում մեկուսացման միջոցով։ Եթե մեկուսացում չի լինի, ապա ոչ մի առանձին էթնիկական հատկություններ չի ձևավորվի։ Այդ առանձին բնորոշ միայն այս կամ այն ժողովրդին այդ հատկանիշները ձևավորվում են հենց այդ պայմաններում եւ այդ պայմանների ուրեմն ազդեցության տակ ձևավորվում է առանձին լեզու, ձևավորվում է առանձին մշակույթ, պատմամշակութային ժառանգություն, որի հիման վրա ձևավորվում է ինքնությունը, բայց դրա հետ նաև ձևավորվում է նաև առանձին կամ յուրահատուկ սպეციფიկ նաև գենոֆոնդ։ Հայկական լեռնաշխարհը խաչմերուկ էր մարդկային հսկայական զանգվածների տեղաշարժման ճանապարհին։ Այդ պատճառով էլ հայերի ամբողջական պատմությունը դժվար է ուսումնասիրել։ Գրավոր վկայությունների զգալի մասը ոչնչացվել է կամ անդառնալիորեն կորսվել։ Շարունակական հալածանքների ու հետապնդումների հետևանքով հայերը սփռվել են աշխարհով մեկ եւ խմբերով ապրում են մոլորակի բոլոր մայրցամաքներում, այլ ժողովուրդների միջավայրերում, եւ գենետիկական առումով դա ունեցել է տարբեր հետևանքներ։ Օրինակ, Լեհաստանում մեծաթիվ հայ համայնքը ամբողջովին ուծացվել է տեղի բնակչության մեջ, ընդ որում առանց որևէ բռնության։ Հայերը մասամբ են ուծացվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում։ Իսկ մահմեդական երկրներում հայերը ամեն ինչ արել են պահպանելու ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու կրոնը։ Հայերը պահպանել են իրենց գենետիկական բնութագիրը նաև Ռուսաստանի հարավում։ Հայաստանի և Ռուսաստանի գենետիկները հետազոտել են Դոնի հայերի և Համշենահայերի գենաֆոնդերը և ստացված արդյունքները լիովին վերջտվեցին սիրողական խոսակցություններին։ Նրանք հայեր են, իսկ ինչ վերաբերում է առավելապես սլավոնական ժողովուրդների հետ շփումներին, պարզվեց, որ ժամանակակից Դոնի հայերի գենաֆոնդում սլավոնական բաղադրիչը մոտ 12% է, ինչը չափավոր ցուցանիշ է։ Իսկ թյուրքական բաղադրիչի արկայությունը հայերի մեջ ընդամենը 1% է։ Յուրաքանչյուր մարդու գենետիկական կառուցվածքը մենք անվանում ենք գենոմ, ամբողջ ժողովրդի այդ գենոմների հավաքածուն մենք համարում ենք գենոֆոնդ։ Ցրվեց նաև այն առասպելը, թե իբր Ռիմից եկած հայալեզու վերաբնակների մեջ թաթարական արմատներ կային։ Համշենցիների գենաֆոնդում նույնպես չեն հայտնաբերվել թուրք օղուզների գենետիկական անգամ թույլ ազդակներ, ինչն ամբողջովին բացառում է վերջիններից որևէ մասնակցություն հայերի էթնիկական պատմությանը։ Կարևոր փաստ։ 2014 թվականին լույս տեսավ Հելեն Տալի եւ իր համահեղինակների կարևորագույն հոդվածը, որը նվիրված էր տարբեր ժողովուրդների գեների դերի գնահատմանը մյուս ժողովուրդների հետ։ Այսինքն ստեղծվել էր ինտերակտիվ քարտեզ, որտեղ դուք կարող եք տեսնել, թե արդյոք այս ժողովրդի գեները ինչպես են տարածվել մյուս ժողովուրդների մոտ։ Հին Հայաստանը ձիապուծության համաշխարհային կենտրոններից մեկն էր։ Հայկական լեռնաշխարհում ձիերին լցված մարտակառքերը կարող էին օգտագործվել արդեն մի քանի հազարամյակ առաջ։ Ունենալով փոխադրման միջոցների անվիճելի ռազմական առավելություն, հայերը կարող էին արագորեն նվաճել հսկայական տարածքներ և դուրս գալ մինչև Էգեյան ծովի արևմտյան ափը։
մեկուսացումը գենետիկական իմաստով բերում է նրան, որ մեզ մոտ կուտակվում են այնպիսի փոփոխություններ, մուտացիաներ, որոնք հաշվի առնելով նրանց ուրեմն բնույթը, եզակի բնույթը, նրանք չեն իհայտ գալիս մյուս ժողովուրդների մոտ։ Այսինքն այդ հավաքածուն, այդ մուտացիաների հավաքածուն բնորոշ է, սպეციფիկ է միայն առանձին ժողովուրդներին։ Եվ այդ մուտացիաների հավաքածուն թույլ է տալիս տարբեր միջոցներով, տարբեր մեթոդներով, մաթեմատիկական առաջի հերթի համեմատելով ուրեմն մեր առանձնահատկությունները մյուս ժողովուրդների առանձնահատկությունների հետ, բարձել արդյոք մենք ունեցել ենք գենետիկական շփում, այսինքն 2000 տարի, 3000, 4000 տարի, այսինքն այն ժամանակաշրջանում, որտեղից մենք չունենք գրավոր նյութ, այսինքն ոչ մի բան վավերագրված չի։ Այդ դա է, եւ դա այն միջոցն է, դա այն գործիքն է, որը թույլ է տալիս վերականգնել ոչ միայն գենոֆոնդի տարիքը, այլ նաև մեր նախնադարյան շփումները տարբեր ժողովուրդների հետ։ Կլինեն դա հեռավոր ժողովուրդներ, թե կլինեն դա հարևաններ։ Պարզվել է, որ հույների ու այրի միջև ակնհայտ գենետիկական կապ կա։ Իրանական ցակման ժողովուրդները նույնպես արմատներով կապված են հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հետ։ Հետաքրքիր է նաև հնագույն էտրուսկների եւ հայերի գենետիկական առնչության խնդիրը։ Էտրուսկները բնակվել են Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում, ժամանակակից Տոսկանա, Լացիո եւ Ումբրիա գավառների տարածքներում Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում եւ ստեղծել են զարգացած մշակույթ։ Էտրուսկների ծագումը իսկական հանելուկ է մինչ օրս։ Դիոնիսիոս Հալիկարնասին գրում է. Էտրուսկը նման չէր ոչ մեկին, ոչ իր լեզվով, ոչ սովորույթներով։ Սակայն մինչ օրս մեծանված չէ նրանց լեզուն։ Էտրուսկները ապերիններում հայտնվել են Քրիստոսից առաջ 11-րդ դարում, բայց հետագա 400-ամյակի ընթացքում անհասկանալի պատճառով նրանք անհետանում են պատմությունից։ Նրանք խիստ տարբերվում էին իրենց հարևաններից ոչ միայն լեզվով, այլև կրոնով։ Էտրուսկների ամենամեծ գաղտնիքը նրանց նախահայրենիքն է։ Պարզ է, որ մեզ հետաքրքրում են հայ ժողովրդի գեները, եւ այստեղ մենք ունենք որոշակի շատ հետաքրքիր տվյալներ։ Օրինակ, Իտալիայի հյուսիսում Տոսկանայում մինչև 10% նշվում են հայերի գեների ներդրումը։ Եթե մենք վերցնենք Թուրքիան 10% մոտավորապես, Պարսկաստանը 7.5%, Այժմ տեղափոխվենք Չինաստան։ Այս երկրի հյուսիսում ապրում է մի ժողովուրդ Han էթնանունով։ Ամենասենսացիոնը, որը աշխարհի կարևորագույն ուրեմն հրատարակություններում տեղ գտավ, որ Չինաստանում 3.8% Han ժողովրդի մոտ էր, իսկ Han ժողովուրդը կազմում է չինացիների 90%, արդյոք դա մետաքսի ճանապարհի արդյունքն է, թե ոչ, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում սա օբյեկտիվ տվյալներ են, որոնք ստացվել են միջազգային համույթի կողմից եւ որոնք եւս նորություն են մեր գենոֆոնդը գնահատելու համար։ Հյուսիսային չինացիների գենոֆոնդում հայկական սուբստրատի արկայության փաստն ինքնին անվիճելի վկայություն է հեռավոր արևելքի ժողովուրդների հետ հայ առևտրականների երբեմնի ամուր կապերի մասին։ Չինական Han ժողովրդի գենոֆոնդի մեջ հայկական սուբստրատի գրեթե 4%-ը պատկառելի մեծություն է։ Իսկ որն է այդ 4%-ի գաղտնիքը։ Ինչպես է ի վերջո հայկական գենը հայտնվել չինացիների մեջ։ Ամենայն հավանականությամբ հայ առևտրականների գենետիկական շփումները գեղանի չինուիների հետ տեղի են ունեցել մի շարք դարերի ընթացքում։ Ըստ պատմական աղբյուրների, հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են Քրիստոսից հետո 2-րդ դարում։ Նրանք եղել են մետաքս եւ այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութները հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո 13-ից 14-րդ դարերում, երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքերը։ Գործնականում դա նշանակում է, որ հայերը պետք է որ բարձր դիրքեր ունենային միջնադարյան չինական հանրության մեջ եւ բացի այդ ունեցած լինեին մեծ կարողություն։
Հայ գենետիկներն ասում են, այժմ գնդակը պատմաբանների կիսադաշտում է, որոնք կարող են նորահայտ փաստական տվյալներով ամրապնդել այս վարկածը։ Վերջին 13 դարերի ընթացքում հայկական գենոֆոնդը պահպանվել է առավելագույն մաքուր վիճակում։ Սեփական ազգային ինքնությունը նախնիների գիտակցության մեջ արմատացել էր շատ ավելի վաղ, դեռևս նախաքրիստոնեական շրջանում։ Իսկ արդեն Քրիստոսից հետո 5-րդ դարում միասնական լեզուն եւ միասնական քրիստոնեական հավատքը կերտեցին հայ մշակույթի ոսկե դարը։ Ընդհանրապես, ժողովուրդների ցակման նուրբ խնդրին պետք է մոտենալ ոչ թե առասպելաբանական, այլ գիտության ճշգրիտ լույսի տակ։ Մերժելի է այն կեղծ հայրենապաշտությունը, երբ ոմանք սանապարծ խանդավառությամբ իրենց ինքնությունը կտրում են իրական բովանդակությունից եւ տուրք տալիս դատարկ պաթոսին։ Պարզ է, որ ցանկացած ժողովուրդ կլինի դա իր մտավորականությունը, կլինի դա հասարակ ժողովուրդը, ունի այսպիսի մի պատկերացում իր գենոֆոնդի կամ գենոֆոնդի չէ իր պատմության վերաբերյալ, որ այդ պատմությունը կամ այդ ժողովրդի հատկությունները, նրա տաղանդը այդպես առանձնահատուկ են եւ եզակի են եւ բացառիկ են։ Եվ երբեմն դա տարածում են նաեւ գեների վրա, այսինքն ընդհանուր միջև առանձին հայկական գենի կամ ինչպես ասում են հայու գենի արկայության, որը բնորոշում է մեր, չգիտեմ, եզակիությունը։ Պարզ է, որ դա ոչ մի գիտական հիմք չունի։ Բացառիկ են ոչ թե ազգերը, այլ բացառիկ պետք է լինի նրանց վերաբերմունքը իրենց հոգևոր եւ նյութական ժառանգության նկատմամբ, ինչը տարածքը հայրենիք է դարձրել եւ ազգային գեղեցիկ հույզերը վերածել հայրենատիրության մշտարթուն գիտակցման։ Հին Հունաստանում երջանիկ էին համարում այն մարդուն, որը ծնվել, ապրել եւ մահացել էր նույն տանը։ Հայերին պարբերաբար բռնությամբ զրկել են այդ ճակատագրից։ 20-րդ դարում նման ճակատագրի արժանացան նաև պատմական Հայաստանի արևելյան նահանգների, Արցախի, այսինքն Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ։ Հայկական տեղանունները հապճեպ փոխում էին եւ այսօր էլ փոխում են թյուրքականով։ Քերում էին եւ այսօր էլ քերում են գիրը քրիստոնեական տաճարներից, քանդում եկեղեցիներ, շիրիմներ, ջարդում խաչքարեր։ Վայրագությունները ցավոք շարունակվում են առ այսօր։ Այսօր էլ Հայաստանի հարևան պետությունը իր նախնիներին է վերագրում հնագույն հայերի նույնիսկ ոսկրե մնացորդները, բայց նրանք չգիտեն ամենակարևորը, անհնար է ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը, նրա չընդհատված ծածկագիրը։ Question is that and what makes Կարևոր հարց է այն, թե ինչու է Հայաստանը կարևոր եւ հետաքրքիր երկիր գենետիկորեն ուսումնասիրելու համար, եւ ոչ միայն հայերի համար։ Բոլոր ազգերը պետք է դա ուսումնասիրեն, եւ իհարկե առաջին հերթին հայերը։ Եվ կան շատ մարդիկ աշխարհում, որոնց բավականին հետաքրքրում է այս հարցը։ Որոշ պոպուլյացիաներ շատ ավելի կարևոր են, քան մյուսները, մանավանդ վերջին 10,000 տարվա ժամանակահատվածում։ Հայ ժողովրդի գենետիկական ծածկագիրը չի ընդհատվել հազարամյակներ շարունակ։ Հայք Նահապետի հետնորդները գոյատևել են իրենց կայուն եւ ամուր ազգային ինքնագիտակցության շնորհիվ։ Եվ հայերը չեն տառապում ուրիշ ազգերի հանդեպ գերազանցության հիվանդությամբ, պարզապես ցանկանում են արժանապատիվ ու խաղաղ համակեցության մեջ լինել բոլոր ժողովուրդների հետ, բայց նաեւ իրազեկ լինել իրենց ինքնության պատմությանը եւ հասկանալ իրենց տեղն ու դերը աշխարհում։ 1915-ի հայոց ցեղասպանությունից 1 տարի անց ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը գրել է. Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի։ Այն մի կաթիր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի երուսական սերունդ, մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, չի մեռնում։ Գուցե այս խոսքերն են վերցանում հայերի չընդհատված ծածկագիրը։